Միան գալի Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քիվեստի փաթեթ չկա։ Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթերի։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տան։ Իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ Իհավոր անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի։ 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել։ Ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է թե ամեն ինչի անդրադարձել։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են, էլ չեմ ասում, այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանը այս ամբիոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։ Հիմա քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Այդ է քիվեստի գաղափարական հիմքը։ Թե վերջին 3 տասնամյակի բանակցային փաթեթը խեղաթյուրումներով կիսատ պրատ հանրայնացվեց, սակայն դա էլ մեծ թվով տեղեկատվություն է փոխանցում ոչ միայն
բանակցային փաթեթների բարելավումների դինամիկայի, այլև երկիրը ղեկավարող անձանց սկզբունքների եւ կարմիր գծերի մասին գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա նույն Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ։ Սկզբում խոսում էր Արցախի ինքնորոշման, հետո Հայաստանի տարածքային ամբողջականության մաս կազմելու, իսկ հետո Արցախը Ադրբեջան հռչակեց ու հանձնեց Ադրբեջանին։ Այսինքն ասել որ պատերազմը անխուսափելի էր, տեսեք 18 թվականի Սերժ Սարգսյանն էր ասում, այստեղ մի այլ բան է առաջանում։ Լավ, եթե դուք իմացել եք պատերազմը անխուսափելի է, եթե դուք չեք ունեցել քաղաքական կամ եթե դուք չեք ունեցել պոտենցիալ, եթե դուք չեք ունեցել հնարավորություն, եթե դուք պատրաստ չեք եղել այդ պայմաններում իշխանություն ստանձնելու, բա ինչ է 2018-ին մարդկանց խափում, ներկայացնում եք ձեր վառ ծրագրերը, փորձում եք դա ծախել ժողովրդավարության տակ եւ այլն։ Այսինքն ցանկացած իրավիճակը ոնց գալիս է քննարկման, այս իշխանությունը չի կարող շահեկան իրավիճակում ունենալ։ Երկրորդ հանգամանքը, որը վերաբերում է նամակին, ասում են, տեսեք, Սերժ Սարգսյանը այնտեղ արձանագրում անում, ասում է բալանսը խախտվել է։ Հիմա լավ տրամաբանող մարդու մոտ ինչ եզրահանգում է սա հասնում։ Հիմա մենք տարբեր փուլերում, հատկապես Ռուսաստանից որպես մեր դաշնակցի եւ նաեւ ՀԱՊԿ-ում որպես առանցքային պետության ստացել ենք, ունեցել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, հատկապես ռազմական առումով, ինչը մեզ հնարավորություն է տվել տարբեր մեր համար արտոնյալ պայմաններում օգտվել զենքի կոնտրակտներից։ Որևէ բան չի ասում մարդուն, որ այդ նամակից հետո երկու հատ վարկային պայմանագիր ա եղել, ընդհանուր $300 միլիոն, գործարանային գներով գնվել է սպառազինություն, բարձրորակ, որոնք իդեպ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ են կիրառվել։ Որևէ բան չի ասում այն հանգամանքը, որ այդ նամակից հետո նաև լրիվ անվճար հիմունքներով բազմաթիվ մատակարարում են կատարել Հայաստանի զինված ուժերին։ Այսինքն Հայաստանի իշխանությունները, այն ղեկավարները, որոնք ունեցել են հստակ առաջնահերթություն պաշտպանելու իրենց երկրի շահերը, ամեն ինչ արել են, որպեսզի կարողանան լրացուցիչ միջոցներ, հնարավորություններ, զինված ուժերի համար լրացուցիչ պոտենցիալ ապահովել մեր հայ ժողովրդի շահերը ապահովելու եւ պաշտպանելու համար։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է սկսել իր կետից։ Այսինքն ինչ եղել է, լավ պատկերացրեք, այսօրվա աշխարհը դիտարկում է մեծ պայթյունից հետո։ Ինչ եղել է մեծ պայթյունից առաջ, այսօրվա աշխարհը, այսօրվա ֆիզիկան չի դիտարկում։ Հիմա այդ ինքը սկզբունքային ենք, պետք է ասի ինչ եղել է գնացել է, ես իմ զրոական կետից եմ սկսել։ Իր զրոական կետից հետո 18-19 թվի առաջարկներ են։ Եկեք ընդունենք, որ եթե Հայաստանը համաձայնվեր, առնվազն Արցախը կստանար միջազգային երաշխիքներ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համակարգող նախկին մի Պարման Թաթոյանը անդրադառնալով Արցախյան հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակմանը թվարկել է, թե ինչ դասեր պետք է քաղել դրանից։ Նա մասնավորապես նշել է այդ փաստաթղթերի հրապարակումը ծերունդու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։ Ինչ նոր բան իմացանք, ոչինչ, փոխարենը նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է եւ շարունակելու է բոլորից շեղել իր օրակարգով, իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։ Ըստ Թաթոյանի մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք՝ չլինել ռազմականապես թույլ, չլինել մեկուսացած, չլինել պատերազմին անպատրաստ, երբեք չլինել աղքատ, ունենալ ամրոց Հայաստան, որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։ Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սերգո Իգարյանը, անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։ Այս պահին ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չէ, այն դեպքում, երբ որ ազգային ժողովը ցանկանում է ցրվել ժողովրդական լեզվով ասած, մենք այդ հիմքերն ենք նախատեսում սահմանադրական, որպեսզի արհեստական այլ ճանապարհներով լուծարման, այո, որ այդպես չլինի, ավելի պարզեցված ազգային ժողովը ունի կամքը ինքնալուծարում, այսինքն X% նախաձեռնությամբ եւ X% քվեարկությամբ, այս պահին չեմ հիշի, գուցե 1/3 առաջարկով, բայց չեմ հիշի եւ 2/3 քվեարկությամբ կամ 3/5 քվեարկությամբ, խնդրում եմ որպես դոգմա այս թվական տվյալները չընդունել, որովհետեւ իրապես չեմ հիշում այս պահին։ Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ
հիմնական առաջին ընտրություններից հետո եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ, նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների երկրորդ ընտրությունների ժամանակ ոչ, լրիվ զրոյից, այսինքն մեկնարկային կետից, զրոյական, նորից լինելու են նոր ընտրություններ եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք որ այսօր կան։ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա 6 ամիսների ընթացքում վերաբացելու հարցը, գրում է հեղինակավոր Bloomberg պարբերական։ Այս հարցի առնչությամբ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել։ Դեռ նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ Աքյաքյա անցակետում եւ Գյումրիում անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Հայաստանի վարչապետը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող են հայ-թուրքական սահմանի բացում ունենալ։ Ավելի վաղ էլ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել էր, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նորից ուրբոծություն տերտեր Գարեգին երկրորդ ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոս հայրապետական մեկ օր այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկու օր այցով կլինի Մարսելում։ Մայրաթորի հաղորդմամբ նորից սրբությանը ուղեկցում են Գարեգին ակրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագուն Վարդապետ Անանյանը եւ վեհապար հայրապետի հանձնակատար Տեր Գրիգոր Աբեղամիրասյանը։ Կրեմլում կայացել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Դոնալդ Թրամփի տեսած Ջարեդ Քուշների հետ։ Նրանք ժամանել են Մոսկվա քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը։ Սելեսկին հայտարարել էր, որ այդ բանակցություններից է ամեն ինչ կախված, սակայն Պուտինը նախազգուշացող հայտարարություններ է արել ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի հասցեին։ Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի եւ Քուշների հետ տևել է մոտ 5 ժամ ըստ ռուսական լրատվամիջոցների։ Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթկոֆը մեկնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենք։ Ռուսական կողմից բացի Պուտինից բանակցություններին մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Բանակցություններից հետո Դմիտրիևը X ցանցում լակոնիկ հրապարակում է արել արդյունավետ։ Հանդիպումից հետո Ուշակովը խոսել է բանակցությունների մասին, նշելով, որ տարածքային հարցի շուրջ փոսի ջումային տարբերակ դեռ չի գտնվել, սակայն հնչել են ամերիկյան կողմի մշակումները։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել շփումները։ Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորությունը կախված է նրանց օգնականների եւ արտգործնախարարությունների աշխատանքից։